Սիրելի հերոստատիտողներ, այսօր ես կուզեմ խոսիլ կարևոր նյութի մասին։ Ինչ մեծ բադիվ, ինչ մեծ շնորհք, ինչ մեծ առավելություն է, երբ որ երկու հոգի գմյանան նոր կյանք մը գսկսի այդ տունի մեջ։ Երևակայեցեք այդ մանգիգը։ Բայց ճշմարտաբար ուրիշ ցավալի գետ մգա, որ այդ մասին գուզեմ մատնանշել եւ հիշեցնել, որ այդ ճշմարտությունը մորմը գադարած որոշումն է, որ իր մարմինի մեջ աբաստան կդած, դուն կդած, դեղավորված հոգիմը չեն թույլատրել, որ այս աշխարհ մտնե եւ ապրի։ Եվ մորմը մարմինը, որ ամենը աբահով դեղը պիտի լար այդ մանուկին համար, այդ մանուկին քերեզմանը գտարնա շատ անգամներ եւ մայրեր գվիժեն իրենց մարմինի մեջ եղած կյանքը, այդտեղ կյանք մգա, այդ կյանքը իրենց չի պատկանիր, իրենք բարձրապես Աստուծո կորձագից են, որ Աստված շնորհած է։ Ուրեմն երբ անոնք տարբեր մտածումներ ունին, կսեն թե չենք կարող զավակ ունենալ, որովհետև միջոցները չունենք։ Այսօր պատասխան այն է վստահություն առ Աստված, ամեն անգամ որ Աստված զավակ մը գղրգեցեզի, վստահ եղեք, որ անոր հետ միասին աներևույթ մեկ ծրար մը գա, փախտի ծրար մը գա, բարեփախտության ծրար մը գա, Աստված գղրգե բարիքներ այդ երախային հետ միասին։ Եվ չեք գիտեր թե այդ երախան ինչ պիտի լինի աբակային։ Ցեզի բզիկ օրինակ մտամ։ Ընտանիք մը գա, որուն հայրը սիֆիլիզով հիվանդ է։ Բզիկ դղամ ունին գույր է։ Եվ մայրնալ հղի է, թոքախտ է։ Հիմա այդ հղի գինը պետք է որ այդ զավակը ունենա։ Ամեն մարդ պիտի սե ոչ ասեսակ ընտանիքի մեջ, ուրիշ զավակը անալ բագասավոր պիտի լա, ուրեն պետք է վիժե։ Եթե վիժեր այդ գինը, մենք այսօր Բեթհովենը չէինք ունենար։ Այդ ծնունդը Բեթհովենը ծնավ, սիրելիներ։ Դուք չեք գիտեր թե Աստված ինչ աբակա դնորինած է այդ անծնունդ երախային, որ աշխարհ պիտի գա։ Եվ ես տեսած եմ շատ մը աբորինի ծնունդներով, շատ մը չվիժած, այսինքն գիներու զավակները, որ ծնած են եւ հանջարներ եղած են, մեծ մարդիկ եղած են, եւ երբ որ ծնողքը, հայրը, մայրը գորոշեն, որ այդ մանուկը փոխանակ աճելու, փոխանակ ապրելու սպաննվի իր սաղմին մեջ, գզրգեն աշխարը բարիքներ է, թե ինչ բժիշկներ, կարող մարդիկ, հնարակետներ, ինչ կարող անձնավորություններ պիտի ունենայինք մենք այդ վիժած թշփախտ երախաներուն պատճառով։ Ուրեմն հորմը մորմը բարդականությունը այն է, որ իրենք ծնունդ տան այս աշխարհի մեջ այնպիսի անձնավորություններու եւ թաստիարակեն, որովհետեւ անոնք կլան բարիք մեր ընկերության մեջ։ Հարց կդրվի. Եթե աղջիկը ամուսնութենե առաջ մանգամարտ կիմը բռնապարված է եւ գհղանա եւ գուզե սպաննել այդ երախան, որ ազատի այդ կացութենեն, այդ գինը, այդ աղջիկը բռնապարված ըլլալե չի թատրիր։ Թարցյալ բռնապարված է։ Եվ ըսեք ինձի, այդ ամմեղ անձնավորությունը, որին մարմինի մեջ օթևան գտնե, հանցանք ունի այդ երախան։ Ինչ հանցանքի համար մենք պիտի սպաննենք։ Դասը պատվիրանները մեզի գսեն, մի սպաններ։ Այդ երախան արդեն մեկ ամսվան հղության ժամանակ փափախող սիրտ մը ունի եւ այդ վիժումը գսպանն է փափախող սիրտը։
եւ այդ երախային աբական Աստված է որ գդնորին է նկատի ունեցեք որ այդ անձնավորության մարմինի մեջ եղած այդ բզդիկ անձնավորությունը դարբեր անձնավորություն մնե քան մայրը ուրեմն մայրը եթե գսե հիմակվան մտածողությունը ես ազատ եմ իմ մարմինիս հետ ուզածս ընելու քու մարմինը չէ ադիգա ուրիշ մարմին մնե նույնիսկ այդ մանուկին արյունին դեսագը դարբեր է քան թե մորը արյունին դեսագեն նույն թայփը չէ ուրեմն դարբեր անձնավորություն մնե Աստված ուրիշ մեկը ստեղծում է մորը հետ եւ մորը մարմինը անչադ է այդ մանուկեն ուրեմն վիժելը սիրելիներ ուրիշ բան չէ եթե ամեղ հոգիմը սպաննել եւ դուք չեք գիտեր թե այդ ամեղ հոգին աբակային ինչ պիտի լինի եթե դուք թաստիարակեք վաղը մյուսօր պիտի հբար դսկակ ծեր այդ զավագով եւ պիտի ուրախանաք որ դուք չեք սպաննած այդ երախան ցեզի նեցուկ կրնալալ եւ ցեզի բարձանք կրնալալ հետեւաբար Աստուծո պատվիրան այն է մի սպաններ ամեղ մանուկը որ թե զնության ամուսնության խորուրդը անոր մեջն է այդ ծառը բդուղ պիտի դա զավակներու եւ բազմածնությունը որ մեր հայկական հին ավանդություն մներ այդ բազմածնությունը օրտնություն է այդ օրտնությունը կմաղթեմ ցեզի բոլորիդ ամեն